Բոլորի հետ ամբողջ եմ հանցնում եմ։ Այսօր տարածել է պետայնավական հանձնաժողովի որ համարացել է այդպիսին, որտեղ մեծամասնության համույթ Դավիթ Հարությունյանը հավաստիացումներ է տվել հանրային, որ նախագահական ընտրություններից հետո այդ հանձնաժողովը կստեղծվի։ Հիմա մենք ցանկանում ենք, սա մեզ համար կարևորագույն հարց է, մենք պետք է վստահ լինենք, որ այդ հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը ըստ էության կա, այսինքն մեծամասնությունը դրան հավատություն տալիս է։ Այդ պատճառով մենք հիմա դիմում ենք ձեզ, արդյոք դուք կարող եք մեծամասնության կանոնից հաստատել մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման մասին այդ որոշմանը հավանություն տալու խոսքում։ Դրանից է կախված մեր հետագա քայլերը։ Կանոնը ձեռագործությունների գովաբանի գովաբանական դեպս կարգները այն հնարավորություն ունենան դիվանագետների հետ մեկտեղ հավասար պայմաններում քվեարկելու։ Այս ոչ դրական եզրակացությամբ օրինագիծը այս պահին գտնվում է այստեղ եւ ես ձեզ հորդորում եմ ուղղակի ձեր քվեարկությամբ այնպես անել, որպեսզի օրինագիծը մտնի օրակարգ եւ այստեղ քննարկվի։ Եթե դա տեղի չի ունենալու, բոլոր այն պատգամավորներին եմ թողնում իմ հորդորը, քանի որ ես ամիսներ առաջ ձեզ դիմումով բոլոր պատգամավորների դիմում էի ներկայացրել, որը հորդորում էի դիմենք սահմանադրական դատարան, վիճարկելու ընտրական օրենսգրքի տվյալ դրույթը, որը սահմանափակում է մեր քաղաքացիների իրավունքը։ Այս պայմանությամբ ես խնդրում եւ հորդորում եմ ձեզ մոտենալ ժառանգություն խմբակցությանը եւ ստորագրել ձեր ստորագրությամբ հավաստել, որ դուք պատրաստ եք դիմել սահմանադրական դատարան
վիճարկելու ընտրական օրենսգրքի տվյալ հոդվածները, որոնցով սահմանափակվում է մեր քաղաքացիների իրավունքը քվեարկել համապետական ընտրություններում, դեսպանատներում և պատասխանատվություններում մեր դիվանագետների հետ համատեղ, այսինքն հավասար պայմաններում։ Մի դեպքում նրանց հնարավորություն ընձեռնվել է, բայց այլ մեր քաղաքացիներին նման հնարավորություն չի ընձեռնվել։ Ազգային ժողովի առջև հնչեց մեծամասնության անունից հստակ խոսքում, որ նախագահական ընտրություններից անմիջապես հետո ստեղծվելու է մարտի 1-ի հանրաժողով, ըստ այն օրինակի, որը ներկայացվել է Հայ ազգային կոնգրեսին։ Մենք իհարկե մեծամասնությանը այս հարցում վստահելու լուրջ ինքեր երբեք չեն ունեցել, բայց քանի որ ամբողջ հասարակության առաջ հնչել է նման հայտարարություն, նման երաշխիք, ապա մեր դիրքորոշումը լինելու հետևյալն է։ Մենք սա ընկալում ենք որպես մեծամասնության հստակ երկրված հրապարակային երաշխիք։ Եթե որևէ հայտարարություն լինի մեծամասնության կողմից, որը որևէ կերպ արժեզրկի այս երաշխիքի բովանդակությունը և մեր կողմից այս երկրված երաշխիքի ընկալումը, ապա մենք անմիջապես օգտագործելով կանոնակարգի ազգային ժողովի կանոնակարգի մասին օրենքը անմիջապես նորից կդիմենք, որ այս մարտի 1-ի հանրաժողովի ստեղծման մասին օրենագիծը համարվի արտահերթ նախագիծ։ Շնորհակալություն։ Մեծամասնությունը չի ցանկություն, որպեսզի մարտի 1-ի երկու հետևանքները մինչև մեր բացահայտվի։ Ես ուզում հայտարարեմ գիտություն բոլորին, որ ամեն ինչ շատ չափավորված եւ ամեն ինչ շատ գործը կատարում է մեծամասնությունը, իշխանությունը եւ նախագահի գլխավորությունը, որպեսզի բացահայտվի մարտի 1-ի երկու ստեղծումը մինչև վերջ։ Եվ մենք ձեռնամուխ լինելու այս խնդիրների լուծմանը։ Արգելի գործընկերներ, մեկ փոխանցություն ավարտվեց, զայրացնում է պարոն Աբրահամյանը։ Արգելի պատգամավորներ, առաջարկում քվեարկության դնել է հասցումների վերաբերյալ ազգային ժողովի որոշման նախագիծը, երկու բաժնում եկած հարցը և իմիջիայլոց նմանման երկու նստավարության նորակարգում դրացնելու մասին, ազգային ժողովի որոշման նախագիծի առաջին մասին։ Գող ավերգու դեմ շկա դրանավեր Գող 15 դեմ 65 ձեռակամեր որոշմը չի ընդունել։ Սահմանվում ամեն ինչ անում է, որ նրանք ունենան հավասար հնարավորություններ, ակտիվ մասնակցություն ունենան և քաղաքահետքական գործընթացներին։ Որպես ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներ, յուրաքանչյուրս պարտավոր ենք ամեն կերպ նպաստել և հնարավորություն ստեղծել, որ նրանք իրենց զգան հասարակության լիարժեք անդամ և օտարված չզգան հասարակությունից։